Հարգելի հետևորդներ, արդեն երկրորդ օրն է, որ կառավարության շենքի մոտ նստածույց է անում 20 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորածի հայրը, Գեղարքունիքի մարզից Ազատը, բարև ձեզ։ Երկրորդ օրն է, որ դուք նստածույց եք անում, որևէ մեկը ձեզ մոտեցել է։ Առայժմ չէ, ոչ մեկը չի մոտեցել, իրանք հարուզարշավ են անել, միշտ չգիտեմ, բայց հուսում եմ, որ կմոտենա, վաղը, ես ինձ չի, ես սպասում եմ նրանք ու պատասխան։ Ինչ եք իրենցից պահանջում, կոնկրետ ումից եք պահանջում և ինչ եք պահանջում։ Կառավարությունից, կոնկրետ վարչապետից, ես պահանջում եմ իմ երեխում, ես ասել եմ, ամսի 27-ին իրան ասել եմ, գալ եմ ստե պահանջեմ իմ որդուն։ Երեխեմ անջանայտա, ոնչ է զրոված է, պետք է պարզես իմ երեխեն ուր է։ Ես ասել եմ իրան ու սպասում եմ էլը պատասխան։ Իսկ ներողություն, որ դուք ասում եք ամսի 27-ին ասել եմ, այսինքն դուք հանդիպել եք իրեն։ Այո։ Հարգելի Ազատ։ Ծնողները հանդիպել են ամսի 27-ին իրան ու ես իրան ասել եմ, որ իմ երեխում պետք է պարզես ուր է, ինչ է, ես ինձ չի որ ասեմ, հիմա գերության մեջ է, ես ինչ է, բայց ես գիտեմ գերության մեջ է, բայց դու եթե ստեք կոմոդ պարզես ուր է, արդեն գիմանաս, որ գերության մեջ է, հիմա կպահանջես, բայց ոչ մի քնություն չեք անում, ոչ մի բան չեք պարզել։ Ես միշտ եմ ասել, որ ճանտեր երեխել է, ոնչ էլ հավիճուտ է իմ երեխին պետք է բացահայտվի։ Ես հույս ունեմ, որ պետք է բացահայտվի, ու ասում ինձ։ Ըստ ձեզ այս 5 տարվա ընթացքում ինչու չկարողացա բացահայտել կամ ինչ չարվեց ու ինչ արվեց, որ հիմա դուք այստեղ նստածույց եք անում։ Ոչ մի բան չի արվել, կարելի ասել, հագնելուց բացի, ոչ մի բան չեն բարձել, դեպուց աղը, դեպուց կրկական, ոչ մեկ է, սաղին ես դիները, սաղ կարուսները, դες կարուս չկա, դադակալություններ, ոչ մեկը չեն ուզում բարձել։ Ես մինետ ուզում եմ, որ իրանք փակցեն են, ոչ թե բարձում։ Ինչքան սաղ, ինչքան ապացույցներ ունի սաղ դերան դեմները, ոչ մեկ չեն աշխատում։ Իրանք են մեծական խոսքի ասած կառավարություն, իրանք են երկրի դեպիական, իրանք են չեն ուզում բացահայտել։ Բայց ես էլ ասում եմ չէ, իմ երեխան պետք է բացահայտվի, ոնչ անհայտ է, ոնչ էլ է։ Ես առաջ օրից է այդ քննություններ անում եմ, չէ իման պատերազմ։ Բայց չեն բարձր։ Ես էլ դրա համար ստիպված պահանջեմ ստեղծելուց օր ու գիշերը ինչա, անկունա, չեմ ան, սոհաստարավա, բայց ես էլ իրակում եմ պետք է բարձր։ Ոչ մի դեն կա, ոչ մի բանակ որած ես չեմ համարում։ Ես սաղ եկյատները, ես պարզ եմ ասում։ Կան բան կասեմ, որ նրուք զալմանան։ Ասեք, թող լսեն միգուցե նրանով։ Հիմա փակագծեր բացեմ, բայց հիմա էդ չի լի, եթե մի շարժ չանեն, մի երկու տեղացացեն, հիմա շղրդիվ արդեն համատերաս կասեմ։ Ինչի հենց հիմա էլի հարգելի Ազատ որոշեցիք նստածույց անել։ Դե հիմա քանի որ ես պատասխան եմ սպասում, 15 օր անց էր արդեն լավ էլ ինքը ոչ մի պատասխան չտվել, ես իրան ասելի, որ պանել եմ, կառավարության դեմ պահանջեմ իմ երեխին։ Դե 5 ծնող էր անցատարելիս մայիս ամիսներն էր, 5 ծնողն էլ տվեցին տվյալները, որ պետք է 5 ծնողին բարձր։ Երկու ամիս էր ժամանակ ուզեցու, տենց դենայց երկու ամիսներ են ծավ, 3 ամիսներ, 4-ներ, այսօր եկուց վերջում էր քննիչները ճիշտ են աշխատել։ Ուրեմն սխալը մենք են, որ այդքան բացահայտել ենք, բայց էլի քննիչը ճիշտ է, մենք սխալ ենք։ Չէ, հենց քննիչներն են սխալ։ Հենց բոլորն են սխալ։ Ոչ են բարձր։ Ես ասում եմ, ես շատ բան գիտեմ ու չեմ ուզում նրա մայագին ասեմ, բայց իրանք աշխատեն իմ երեխուն կամ այդ բոլոր անհայտներին բացահայտեն ուր են այդ երեխային։ Ոչ թե իրեք հարվեն, այլ ես միշտ ասել եմ, ավելի շատ են էլ ավելի շատ։ Իսկ որ հանդիպեցիք, ինչ ասեց Փաշինյանը, ինչ խոսեց ձեր հետ, այ 27-ին ոնց հասկացա ծնողներին ընդունել է հերթական անգամ, ինչ է ասել։ Դե մեր խոսքերը սաղ ինքը
լսեց ու իր համար նորություն բան կար, թե 5 տարի դուք բարբերաբար բարբերաբար նույնն ենք ասեմ, որի բացահայտվում ասենք ուրիշ նորություններ ինչ բան է։ Իսկ իր պատասխանի մեջ նորություն կար։ Չէ, իր պատասխանը մենք չենք գսած, իր պատասխանը ինքը ասում է, այս գրավոր սաղին կուղարկեմ։ Հələ մինչև մեկ եմ ասում, այդ գրավոր գրի ուղարկեմ, բայց 15 օր անց է ոչ մի պատասխան։ Դե ուզում եմ պատասխանել, հետո տարբեր ձևի ասենք հարցերը շատացան, բա լավ, այդ հարցերին պատասխանեմ ու կլսեմ, բայց գրավոր կպատասխանեմ։ Հիմա դա ոչ մի պատասխան։ Դե ասենք ինքը կարող է մեկին ստիպել այդ գրավորը ինքը տեղեկանել, հետո ամեն ծնողին իր տվյալները դա միջավայրը, բայց նույնն է, ես եմ ասում, կարող է լսել այդ ամենը ընտրությունները բրծնի, բայց ժամանակ է այդ, տարի է այդ, 6 տարի գնացել է արդեն ոսկի էլ ապերություն կա, բայց սպասենք մի հատ էլ միջև ընտրությունները։ Դրա մասի ես պետք է կայնեմ պահանջել չեմ անում, ես իմ երեխուն եմ բոլոր այդ անհայտներին թող բացահայտի։ Որ ես չգիտեմ, ես դժվար տարիներից բրծնել, այսքան տարի ես դժվարություններ մեզ եկավ չեմ։ Ես կուզեմ, որ շարժվեն, զբաղվեն, ներերեխեքին բացահայտեն։ Օրինակ Փաշինյանին հարցրեցիք, ծնողները հարց ուղեցին, որ տեսեք իրենք հիմա բարբերաբար ասում են խաղաղություն է, ԱԱԾ պետը սեպտեմբերին գնացել էր Բաքու, այս հարցերով ընդհանրապես Բաքվի հետ իրենք ինչ են քննարկել, կա որևէ քննարկում կամ եթե խաղաղություն է, ինչպես իրենք են պնդում, հետևաբար ինչու օրինակ մի քաղաքասարակության խումբ չգնա այնտեղ Բաքվում որոնողական աշխատանքներ անեն, Արցախում որոնողական աշխատանքներ անեն, ինչու դա չի արվում, հարց ուղղել եք իրեն։ Դա չենք ուղղել, բայց ուզում ասեմ այն ընթացքում ԱԱԾ-ի ավազանի վախտով բդեցին, պարզին, հետո ասեն Սիմոնյանը տեղա կա, կգնա, գործը կշարունակի, ու գնաց, երկ անգամ գնացել է Բաքու, բայց էլ ոչ մի պատասխան չունեն մեզ։ Հիմա հենց պարոն Աբազյանն ասում է, որ գնացինք այդ հարցերը արդեն հանձնաժողովը էլ արդեն կպարզենք բոլորին հետ, բայց մինչև մի էլի ոչ մի բան, այս 2 տարի էլ էլի ոչ մի հարցի պատասխան։ Հիմա էլ տես, քանի անգամ այդ հանձնաժողովներից Ադրբեջանի գալիս են ստեղծում են, իրենք որ ուզեն կպարզաբանեն, բացահայտեն, բայց չգիտեմ խի չեն ուզեն։ Բայց դրա մեջ ես կայնում եմ ասում, այդ մեկ գալում եք պարզեք, սրամ եմ ես, կայնում ես սպասում իմ երեխուն։ Հիմա էլ հոք է, հիմա խելա ասում չկա, թող պարզ է։ Ես կուզեմ որ պարզեմ երեխուն։ Որ ասենք ձեզ ընդունի, ինչ եք ասելու, ինչ հարց եք տալու, էլի, թեպետ մի քիչ անհավանական բան եմ ասում, թե հիմա ձեզ կընդունի, որովհետև երկրորդ օրն է փաստացի դուք նստած եք, այս շենքից որևէ մեկը չի իջել, բայց ինչ կասեք, էլի։ Ընդունելը որ ընդունի, ես արդեն, եթե ընդունես, պիտի հասկանամ, որ արդեն իմ երեխու տվյալները պիտի ասի, որ դե ինչա, կամ երբ կբերի, թող ասի, ականջից թեկուն ասի, սուս հետ համ տունը նստեմ, երբ որորոք ասի, թող իմ երեխուն բերի։ Քույնա հուսից տա, որ երեխուն բերելու է, կամ տեկուս իմ երեխու հետ 50-100 է բերելու։ Ես երկամ բան կուզեմ, որ ինքը այդ բացահայտումն անի, որ ավելի իրամոտ, տեկուս ասենք ուրիշի միջոցով, ասի, ես ինչ որ եք երեխեն գալու։ Քանի օր եք այսպես պատրաստվում նստածությաններ։ Ինչքան ուժ ես էի կարավ, այնքան ես սպասել եմ երեխու պատասխան, ինչքան ես կարեցել։ Չեմ սպասում եմ իր պատասխանը։ Իսկ ծնողներից հիմա մենակ դուք եք, հարգելի Ազատ։ Մյուս ծնողներ, հա, գալիս գնում են։ Կան այտենց մտադրություն, որ իրենք էլ ասենք կարող է միանան։ Դե մերի միանում են, ասենք հիմա վնասկավ ասենք քանի ժամով ասենք իրանք ստեղ են։ Չէ, նստածության են, ինչպես դուք։ Դե ասենք իմ կողին հլնում են էլի համարյանի նայելի։ Բայց դե մի ոչ մեծ չի որ ասենք մենակ են, բայց ասենք
բոլորին էլ բարձրի ունեսի, ես ասեմ դիմա հարցը դրել մի խոբանով, Բայց նաև բոլորի պահանջն բոլորի եք դնում։ պահանջն անեսի ասեմ, դիմա թեկուզ իմ չի կարում պահանջը ընդեր Ալիևին եկացնի, թող ում ով է կարում է թողինի պահանջի բերի, գոնե այդպես կարենան գերեք, իշտ տարբերությունես, եմա զոհվածի ծնողին է, կողինել եմ կայնել, նենցել եմ կայնել, ծաղել նույն այդ կրվի մեջով անցած ծաղել զինվորները, ով չի ուզի բարձրի։ Ես կուզեմ բոլորն էլ բարձրի։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Ազատի որդին 44-օրյա պատերազմից հետո համարվում է այս պահին գոնե այդպես ասենք անհայտ կորած, բազմաթիվ ակցիաներ են արել իրենք եւ սա այն հուսահատության վերջին քայլն է, որ անհայտ կորած զինվորի ծնողը կառավարության շենքի մոտ նստածույց է իրականացնում արդեն երկրորդ օրն է եւ համապատասխան շենքից որևէ մեկը չի բարեհաճել իջնի եւ գոնե հարցնի, թե գոնե ընդունեն կամ գոնե խոսեն հետը կամ այդ քար անտարբերությունը անհետ կորածի ծնողի նկատմամբ արդեն երկրորդ օրն է, որ դրսևորում է կառավարության ողջ անձնակազմը, կարելի է ասել։ Այս պահին այսքանը։